Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված խորհուրդն ընտրել է Վրաստանի 142-րդ կաթողիկոս պատրիարքին։ Վրաստանի նոր հոգևոր առաջնորդը նորին սրբություն Շիոն է։ 2017 թվականի նոյեմբերի 23-ին Շիոյի եպիսկոպոսը նշանակվել է պատրիարքական գահի տեղապահ։ 2018 թվականի հունիսի 21-ին Սուրբ Սինոդի նիստում նրան շնորհվել է Սկուֆիայի վրա ադամանդե խաչ կրելու իրավունքը։ Խորհրդի նիստը կայացել է Սուրբ Երրորդություն Մայր տաճարում։ Քվեարկությանը մասնակցել է Սինոդի 38 անդամ, մեկ ձայն չեղարկվել է։ Նորընտիր կաթողիկոս պատրիարքի օգտին քվեարկել է մասնակիցներից 22-ը։ Եկեղեցական հավաքին մասնակցել է մոտ 1200 պատվիրակ։ Նիստը ներառել է պատրիարքական գահի թեկնածուների ուղերձները, ինչպես նաև տարբեր թեմեր ներկայացնող պատվիրակների ելույթները։ Գիտնականներից մեկը հանդես է եկել նաև պատմական ակնարկով կապված Վրաստանի կաթողիկոս պատրիարքի տիտղոսի հետ։ Կաթողիկոս պատրիարքի ընտրության քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն միայն եպիսկոպոսները։ Այն թեկնածուն, որն ստացել է քվեարկությանը մասնակցող եպիսկոպոսների ձայների կեսից ավելին, տվյալ դեպքում 20 ձայն, համարվել է ընտրված համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք։ Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին պատրիարքարանում գումարված Սուրբ Սինոդի նիստում Սինոդի անդամներն ընտրել են պատրիարքական գահի 3 թեկնածուների։ Կաթողիկոս պատրիարքի թեկնածուներն էին պատրիարքական գահի տեղապահ Սենակի եւ Չխորցկուի մետրոպոլիտ Շիոն, Մրովելիի եւ Ուրբնիսիի մետրոպոլիտ Հոբը եւ Փոթիի ու Խոբիի մետրոպոլիտ Գրիգոլը։ Թբիլիսին մտադիր է խորացնել երկկողմ խորհրդարանական հարաբերությունները Սլովակիայի հետ եւ ամրապնդել համագործակցությունը եվրոպական ինտեգրման համատեքստում։ Լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, որը պաշտոնական այցով Սլովակիայում է։ Նա նշել է, որ վերջերս երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի այցելություններ, հիշեցնելով, որ Վրաստանի նախագահը նույնպես վերջերս այցելել է Սլովակիա։ Պապուաշվիլին ընդգծել է այն եվրոպական երկրների հետ հարաբերությունների կարևորությունը, որոնք նրա խոսքով բարեկամական քաղաքականություն են վարում վրաց ժողովրդի նկատմամբ։ Սլովակիայի իշխանությունները բավականին պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում վրաց ժողովրդի եւ Վրաստանի նկատմամբ։ Այս առումով կարևոր է երկխոսություն հաստատել Սլովակիայի կառավարության եւ խորհրդարանի հետ, որպեսզի նրանք կարողանան իրենց գործընկերներին փոխանցել Եվրամիության եւ իհարկե վրաց եվրոպական հարաբերությունների համար անհրաժեշտ ճիշտ առողջ բանականությունը։ Բելգիայի թագուհի Մաթիլդայի գլխավորության պատվիրակությունը այցելել է Ստամբուլում գտնվող Օզդեմիր Բայրակթարի ազգային տեխնոլոգիական կենտրոն, որը պատկանում է թուրքական Բայկար պաշտպանական ընկերությանը։ Պաշտպանության կազմում են Բելգիայի փոխվարչապետը, պաշտպանության եւ արտաքին առևտրի նախարարը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, ձեռնարկատերեր եւ բելգիական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Կենտրոնում Բայկարն իրականացնում է հետազոտական եւ զարգացման աշխատանքներ սեփական անօդաչու թռչող սարքերի մշակման համար։ Թագուհի Մաթիլդային եւ նրա պատվիրակությանը ուղեկցել են Բայկարի տնօրենների խորհրդի նախագահ եւ գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Սելջուկ Բայրակթարը եւ գործադիր տնօրեն Հալուկ Բայրակթարը։ Բելգիայի թագուհին ծանոթացել է Բայկարի անօդաչու թռչող սարքերի հարթակներին եւ ընկերության ընթացիկ հետազոտությունների մշակման եւ արտադրության գործունեությանը։ Սելջուկ Բայրակթարը թագուհի Մաթիլդային նվիրել է Բայրակթար Կիզիլելմա անօդաչու թռչող սարքի մոդելը։ Բայրակթարը գոհունակություն է հայտնել այցելությունից, նշելով, որ այն կազմակերպվել է թուրք-բելգիական պաշտպանական համագործակցության ներուժը քննարկելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի երկու երկրների միջև տեխնոլոգիական զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ Թուրք արտահանողները բախվել են եվրոպական կառավարության մրցույթներին մասնակցելու սահմանափակումների, առևտրի համաշխարհային կազմակերպության ընդհանուր գնումների համաձայնագրին չանդամակցելու պատճառով։ Այս մասին հայտնում է թուրքական Դյունյա տնտեսական թերթը։ Թուրքական ընկերությունները համաշխարհային առևտրում բախվում են նոր անտեսանելի մաքսային պատի, նշում է լրատվամիջոցը։ Ըստ թերթի պետական գնումների շուկան գնահատվում է մոտավորապես 1.7 տրիլիոն դոլար, սակայն Եվրամիության մի շարք խոշոր մրցույթներին մասնակցությունը սահմանափակվում է ԱՀԿ պետական գնումների համաձայնագրին միացած երկրներով։ Ըստ թերթի սահմանափակումները հատկապես խիստ են տեքստիլի, հագուստի, քիմիական նյութերի, բժշկական սարքավորումների եւ շինանյութերի ոլորտներում գործող թուրքական ընկերությունների համար։ Պարբերականը նշում է, որ Եվրամիությունն սկսել է օգտագործել ընդհանուր գնումների համաձայնագրի պահանջը որպես ռազմավարական գնումները պաշտպանելու մեխանիզմ։ Բիզնեսի ներկայացուցիչները կոչ են անում իշխանություններին ակտիվացնել դիվանագիտական ջանքերը այս խնդիրը լուծելու համար։ Պարբերականը նշում է, որ Եվրամիությունը մնում է Թուրքիայի ամենամեծ արտահանման շուկան։ Թուրքական իշխանությունների տվյալով Եվրամիության երկրներ արտահանումը տարեկան գերազանցում է 110 միլիարդ դոլարը։
Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ Իրանն ուղարկել է իր պատասխանը փետրվարի վերջին սկսված հակամարտությունը դադարեցնելու Միացյալ Նահանգների վերջին առաջարկին, գրում է CNN-ը։ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը պատերազմը դադարեցնելու նպատակով Միացյալ Նահանգների առաջարկած վերջին նախագծին ներկայացվել է պակիստանցի միջնորդի միջոցով, հաղորդել է իրանապետական լրատվական գործակալությունը։ Հայտնի է, որ առաջարկի համաձայն այս փուլում բանակցությունները կկենտրոնանան տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու հարցի վրա։ Իրանը մերժել է հակամարտության կարգավորման Միացյալ Նահանգների առաջ քաշած պայմանները, դրանք որակելով որպես կապիտուլյացիային համարժեք եւ հայտարարել է իր միջուկային օբյեկտները պաշտպանելու լիակատար պատրաստության մասին։ Թասնիմ գործակալությունը նշում է, որ Թեհրանը պահանջում է Միացյալ Նահանգների կողմից ռազմական փոխհատուցումներ, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի լիակատար ինքնիշխանության ճանաչում, պատժամիջոցների չեղարկում եւ բռնագրավված իրանական ակտիվների վերադարձ։ Թեհրանի պատասխանում նաեւ Վաշինգտոնին կոչ է արվում դադարեցնել ծովային շրջափակումը, երաշխավորել հետագա հարձակումներից հրաժարումը եւ չեղարկել իրանական նավթի վաճառքի արգելքը, ընդգծում է գործակալությունը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի պատասխանը, այս մասին նա գրել է Truth Social-ում։ Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը, այն ինձ դուր չի գալիս, բացարձակապես անընդունելի է։ Ավելի վաղ արված հրապարակման մեջ Թրամփն Իրանին մեղադրել էր գրեթե 50 տարի Միացյալ Նահանգների եւ մնացած աշխարհի հետ խաղեր խաղալու համար։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն առաջարկել էր դադարեցնել մարտական գործողությունները նախքան ավելի վիճելի հարցերի, այդ թվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելը։ Ռազմական տեսանկյունից Իրանից 20 տարի կպահանջվի վերականգնվելու համար։ Full Measure ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփի խոսքով Իրանը ռազմական պարտություն է կրել։ Հնարավոր է նրանք դա չեն գիտակցում, բայց կարծում եմ, որ գիտեն, քանի որ ես գործ ունեմ նրանց հետ։ Մենք երբեք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ունենալ, սակայն նրանք ռազմական պարտություն են կրել։ Նրանք չունեն ռազմածովային նավատորմ, չունեն ռազմաօդային ուժեր, չունեն հակաօդային պաշտպանություն, չունեն ռադարներ, չունեն առաջնորդներ։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգներն իրագործել է իր նպատակների 70%-ը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Նիդերլանդների եւ Եգիպտոսի իր գործընկերներ Թոմ Բերենցենի եւ Բադր Աբդել Ատիի հետ։ Թոմ Բերենցենի հետ զրույցում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, նաև տարածաշրջանային եւ դիվանագիտական վերջին զարգացումների վերաբերյալ։ Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Ատիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև Պակիստանի միջնորդությամբ ընթացող դիվանագիտական գործընթացը։ Քննարկված օրակարգային հարցերի կամ հեռախոսազրույցների արդյունքների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է Մոսադի հետ կապ ունեցող երկու ահաբեկչական խմբավորումների վնասազերծման մասին։ Գործողությունն իրականացվել է Արևմտյան Ադրբեջան, Քերման եւ Ալ-Բորզ նահանգներում, հաղորդում է Մեհրը։ Նախարարության փոխանցմամբ գործողության ընթացքում արգրավվել է մեծ քանակությամբ զենք, անօդաչու թռչող սարքեր եւ Starlink համակարգի սարքավորումներ։ Եվս մեկ ձերբակալություն էլ իրականացվել է հյուսիսային սահմանին։ Անձը կասկածվում է ռազմական տվյալների լրտեսությամբ զբաղվելու համար։ Խմբավորումը ծրագրել էր ահաբեկչական գործողություններ իրականացնել կարևորագույն կենտրոնների դեմ, նաև մահափորձի կոնկրետ սցենար էր նախապատրաստել Թեհրանում։ Գործակալներից մեկը սպանվել է անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ, իսկ խմբի մյուս անդամները վնասազերծվել ու ձերբակալվել են։ Քերման եւ Ալ-Բորզ նահանգներում իրականացված հետախուզական գործողությունները թույլ են տվել բացահայտել նաև երկրորդ օպերատիվ խմբին։ Ուժայինները հետևել են խմբավորման տեղաշարժին եւ վնասազերծել անդամներին, նախքան նրանց կողմից որևէ թշնամական գործողության իրականացումը։ Ադրբեջան-Հայաստան սահմանին սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները շարունակվում են։ Ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Սահմանագծումը եւ սահմանազատումը մեծածավալ գործընթաց է։ Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այցելել է Հայաստան եւ ստորագրվել է 3 փաստաթուղթ, որոնք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը։ Մինչեւ այդ Ադրբեջանում տեղի է ունեցել հանդիպում հայկական կողմի մասնակցությամբ։ Գործընթացը շարունակվում է։ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք, այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միաժամանակ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցման ճանապարհով ուղարկվել է 6 վագոն պարարտանյութ եւ 4 վագոն հացահատիկ։ Մարոթ Հարվերդյան, հարևաններ։